Ռուսական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները Պոկրովսկում են։ Քայլում են դեպի քաղաքի կենտրոն, ռուսական եռագույնը բացազատելու համար։ Հակառակորդն անմիջապես սկսեց նահանջել, զենքերը նետելով, ամեն ինչ նետելով։ Մենք շարժվեցինք առաջ, տնից տուն մաքրելով, մանրակրկիտ ստուգելով ամեն ինչ, համոզվելու, որ թշնամիներ չկան։ Ըստ ռուս զինծառայողի, Կրասնոարմեյսկի բնակիչները, այդպես են ռուսներն անվանում Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքը, ջերմորեն ողջունել են ռուսական բանակի մուտքը քաղաք։ Մենք իրենց ենք օգնում, իրենք մեզ, նրանք շատ ուրախ են, որ մենք այստեղ ենք։ Կիևը չի հաստատում Պոկրովսկի անկումը։ Ռոյթերզի ուկրաինական աղբյուրները չեն ժխտում, որ ռուսներն արդեն քաղաքում են, բայց նաև ասում են, որ իրենք էլ մոտ 40 քառակուսի կիլոմետր տարածքով քաղաքի հյուսիսային մասում են։ Ռուսներն արդեն նաև Խարկովի Վոլչանսկ բնակավայրն են վերահսկում։ Ռազմաճակատում ռուսական բանակի առաջխաղացման հիմնական ուղղությունների մասին Պուտինին զեկուցել է գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Հիմա ջանքերը կենտրոնացրել ենք Կրասնոլիմանսկի ուղղությամբ եւ որպեսզի Ստարիոսկոլ գետի ձախապին Կուպյանսկի գրավումից հետո շրջապատված խմբին ջախջախենք։ Մոտ 15 գումարտակ կա այնտեղ։ Դաշտային հրամանատարական կետում Պուտինին նաև զեկուցել են Զապորոժիի մարզի Գուլայպոլե բնակավայրի ազատագրման օպերացիան սկսելու մասին։ Մենք ուժեղացնում ենք ճնշումը ամբողջ առաջնագծի երկայնքով։ Վերջին օրերին վերահսկողություն է հաստատվել մի քանի խոշոր բնակավայրերի նկատմամբ, որոնք կարևոր են ամբողջ տարածքը, այդ թվում դեռևս թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքները ազատագրելու հետագա ջանքերի համար։ Այսպիսի խաղաքարտերով է Պուտինը հանդիպելու Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ ամերիկյան խաղաղության պլանը քննարկելու համար։ Երկուշաբթի խաղաղության մասին իրենց պատկերացումները Ելիսեյան պալատում Զելենսկին ու Մակրոնն են քննարկել։ Բանակցությունների ընթացքում նրանք հեռախոսով խոսել են Ուիթքոֆի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Զելենսկիի խոսքով բանակցություններում դժվար է համաձայնության հասնել հիմնականում 3 հարցի շուրջ՝ տարածքների, անվտանգության երաշխիքների եւ Ուկրաինայի վերակառուցման միջոցների։ Ֆրանս-ուկրաինական բանակցություններից ժամեր անց Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտարարել է, որ ֆրանսիական մասնավոր ռազմական ընկերությունների ներկայությունը Ուկրաինայում Մոսկվան կդիտարկի որպես Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին Ֆրանսիայի անմիջական մասնակցություն։ Արտաքին հետախուզությունը վկայակոչել է Ֆրանսիայի կառավարության որոշումը, որով Փարիզը լիազորված է տեղակայել մասնավոր ռազմական ընկերություններ զինված հակամարտության իրավիճակում գտնվող երրորդ երկրին օգնելու համար։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։